Անվանումները իրականում ամրապնդում են այդ դավադրության տեսությունները, որոնք առկա են հասարակության մեջ։ Ոչ թե իրենք հարթակ են ստեղծում, որ նոր դավադրության տեսություններ են, այլ ֆոնի վրա պահում են այս դավադրության տեսությունները։ Ողջույն, ես Տիգրան Ամիրյան եմ եւ դուք լսում եք Դավադիտարան ոդքասթը։ Համատարած չիպավորում 5G, պետական դավաճանություններ, մասոններ եւ գլոբալիստներ։ Դավադրության տեսությունները ամենատարածված նարատիվներն են մեր կյանքում, հատկապես հետպատերազմյան ու նախընտրական շրջանում։ Ամեն անգամ դավադրության տեսությունների միջոցով մենք փորձում ենք պարզ բացատրություններ տալ բարդ եւ անհասկանալի իրականությանը։ Դավադրության գաղափարները տարածվում են լրատվամիջոցներով, սոցցանցերով, քաղաքական գործիչների խոսքով, դրանք սերմանում են վախ, անվստահություն ու ստեղծում են կեղծ լուրեր։ Դավադիտարան ոդքասթում տարբեր ոլորտների մասնագետների հետ կփորձենք հասկանալ ինչպես է ճգնաժամային իրավիճակներում կառուցվում եւ տարածվում այդ պարանոիդալ խոսույթը։ Ես Ռաֆիկն եմ Սանթրոսյան, բանասիրական գիտությունների թեկնածու եմ, մասնագիտությամբ լեզվաբան, դասավանդում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Բոլոր քո ուսումնասիրություններում դու միշտ փորձում ես ցույց տալ, թե ինչպես է լեզուն արտահայտում տարբեր սոցիալական, մշակութային փոփոխություններ, նաև ուսումնասիրել ես քաղաքական դիսկուրսը, ինչ կասես դավադրության տեսությունների մասին, որոնք շատ տարածված են հայկական եւ հայաստանյան այսօրվա իրականություններում։ Շնորհակալություն, հարցը բնականաբար բավականին բազմաշերտ է։ Նախ եւ առաջ կուզեի նաեւ որ մենք սահմանենք թե ինչ է դավադրության տեսությունը, ապա խոսենք թե ինչ պայմաններում են դավադրության տեսությունները ստեղծվում, վերարտադրվում, տարածվում եւ ինչ գործիքներ են օգտագործվում դավադրության այդ տեսությունները շահարկային նպատակներով օգտագործելու համար։ Դավադրության տեսությունները փորձում են բացատրել հասարակության կամ որևէ հանրույթի համար կարևոր ինչ-որ մի իրադարձություն, վերագրելով այն գաղտնի ինչ-որ պայմանավորվածության, որ կա ինչ-որ գաղտնի կազմակերպություն, պայմանավորվածություն, որոնք զարտուղի ճանապարհներով պատասխանատու են այս կամ այն իրավիճակի խնդրի համար։ Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ պայմաններում են այս դավադրության տեսությունները զարգանում։ Բնականաբար դավադրության տեսության համար կենսունակություն ապահովում է դյուրահավատ հանրույթը։ Այսինքն հասարակությունը պետք է լինի խոցելի, հասարակությունը պետք է լինի դյուրահավատ, որպեսզի հավատա, որ այս կամ այն իրադարձությունը բացատրվում է ինչ-որ գաղտնի, երբեմն անտեսանելի, ինչ-որ կազմակերպվածության արդյունքում։ Իսկ հասարակությունը կարող է լինել խոցելի մի շարք պատճառներով։ Մենք ունենք օբյեկտիվ առումով, մենք ապրում ենք նահապետական աշխարհում, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում մենք ապրում ենք նահապետական իրականության մեջ, որը բնութագրվում է աստիճանակարգով, հիերարխիկ հարաբերություններով։ Այս հիերարխիկ հարաբերությունները կարող են լինել տնտեսական, քաղաքական, կարող են լինել մշակութային եւ այլն եւ այլն։ Հասարակության խոցելիությունը մեր պարագայում ինձ թվում է վերջին 30 տարվա ընթացքում այդ խոցելիության համար մենք ունեցել ենք բոլոր պատճառները։ Եվ այս զգայական ընդգծվածության համատեքստում բնականաբար հասարակությանը, հանրույթին տրամադրել հեշտ լուծումներ այս կամ այն բարդ երևույթների համար բնականաբար ճակերտներում լավագույն միջոցն է հասարակությանը որոշակի ուղղորդում, որոշակի հուն հաղորդելու, մտածելու տեսանկյունից։ Դավադրության տեսությունների առաջ խաղացման, զարգացման, վերարտադրման համար մենք այսօրվա աշխարհում ունենք բոլոր հնարավոր միջոցները, ունենք համացանց, որի արկայությունը տեղեկատվական այդ հոսքերը արագացրել է եւ յուրաքանչյուր անհատ անկախ իր աշխարհընկալման ձևերից ունի հասանելիություն այս կամ այն տեղեկատվության եւ կարող է այդ տեղեկատվությունը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է ուզում կամ այնպես, ինչպես ծառայում է իր շահերին։ Տեղեկատվական հոսքերի արագությունը կարող ենք համարել դավադրության տեսությունների զարգացման
եւ տարածման հիմնական միջոցներից մեկը։ Փորձենք անդրադառնալ մեր հայկական իրականություններին, հա, եւ տեսնել, թե ինչ կա դաշտում այս նախընտրական արշավի մեջ, քաղաքական գործիչները ինչ լեզու են կիրառում, ինչ լեզու են օգտագործում եւ ոնց են բացատրում իրենց դիրքորոշումները, ոնց են իրենց տարանջատում իրենց հակառակորդներից եւ այլն։ Մենք այդքան հեռու գնալու կարիք չունենք իրենց դիսկուրսը դիտարկելու, ճիշտն ասած կարելի է ուղղակի նայել քաղաքական այդ կուսակցությունների անվանումներին եւ իրենց կարգախոսներին եւ դրանով մենք կարող ենք վերհանել այն բանաձևը, համաձայն որի կառուցվում է ամբողջ նախընտրական քարոզարշավը։ Միջև անվանումներին անդրադառնալը կուզենայի վերհիշենք լեզվաբանության մեջ արդեն դասական դարձած գրասյան կանոնները, մաքսիմները։ Բնականաբար հասկանալով մեր լսարանի ընդարձակությունը ես չեմ մանրամասնի, ուղղակի ընդհանուր գծերով կներկայացնեմ այդ 4 կանոնները։ Գրայսը պնդում էր, որ եթե ուզում ենք ունենալ հաջողված հաղորդակցական ակտ, ապա պետք է հետևենք 4 կանոնների։ Առաջինը քանակինն է, այսինքն մեր ասածը պետք է պարունակի հնարավորինս շատ տեղեկատվություն։ Երկրորդը որակն է, որակի տեսանկյունից այն պետք է ճշմարիտ լինի։ Երրորդը հարաբերության կանոնն է, այսինքն պետք է նաև տեղին լինի, եթե դու ինձ ինչ-որ հարց տաս հիմա եւ ես պատասխանեմ լրիվ ուրիշ բան, քան այն ինչ դու ակնկալում ես, բնականաբար սա տեղին չի լինի եւ մեր հաղորդակցական ակտը հաջողված չեն կարող համարել։ Եվ չորրորդը ձևի կանոնն է, որը ենթադրում է, որ մեր ասածը պետք է լինի հստակ եւ հակիրճ։ Եթե դիտարկենք այս 4 կանոններին եւ այս 4 կանոնների միջոցով նայենք մեր քաղաքական կուսակցությունների անվանումներին, ապա կտեսնենք, որ շարունակաբար օգտագործվում է լեզու, որը կիրառվում է հօգուտ այդ լեզուն կերտողի, այսինքն հօգուտ մեր քաղաքական կուսակցությունների, մեր քաղաքական կուսակցությունները բնականաբար հասկանալով իրենց լսարանի բազմաշերտությունը պետք է այնպիսի լեզու կերտեն, որով կարող են իրենք ընկալելի լինել այդ հասարակության տարբեր շերտերին։ Հիմա եթե նայենք անվանումներին, ապա կտեսնենք, որ ունենք ընդհանուր առմամբ շատ ընդհանրական գծերով եմ ասում բնականաբար 5 իմաստներ։ Առաջին այդ իմաստային խումբը առաքինության ուղղված անվանումներ, հա, արդարություն, պատիվ, միասնականություն, ազատություն, բարեկեցություն, ինքնիշխանություն, սրանք մի խումբ են մեր քաղաքական կուսակցությունների։ Մենք ունենք կուսակցություններ, որոնք շեշտում են կրոնը եւ քրիստոնեությունը, մասնավորապես ամենաընթարցակ իմաստային խումբը վերաբերում է ազգին, այսինքն այստեղ ունենք համահայկական, հայազգային, ազգային հայրենիք, տուն Հայաստան, հայոց հայրենիք, ազգային պահպանողական, ազգ, անընդհատ շեշտում է ազգը։ Հետ պատերազմյան իրականության մեջ բնականաբար սա ակնկալելի լեզու է։ Բնականաբար մենք ունենք խնդիր, մեր ազգի առջև ծառացած խնդիր եւ հետ պատերազմական արդեն նախընտրական քարոզարշավի ժամանակ բնականաբար մեր քաղաքական կուսակցությունները հնարավորինս փորձում էին արձագանքել առկա իմաստներին։ Չորրորդ իմաստային խումբը ավելի համագործակցային է, այսինքն այստեղ հավասարության տար ենք մենք տեսնում, որովհետև կա քաղաքացու որոշում, քաղաքացիական պայմանագիր եւ այս անվանումների մեջ չկա որևէ իմաստային հայց առ այն բոլոր նահապետական միավորները, օրինակ ազգ, կրոն եւ ինչ որ առաքինություններ, որոնք բխում են հիմնականում նահապետական արժեհամակարգից։ Հինգերորդը բավականին հետաքրքիր է, այստեղ մենք տեսնում ենք վերելքի գաղափարը, կա բառեր, որոնք օգտագործվում են մեր քաղաքական կուսակցությունների անվանումների մեջ, որոնք ենթադրում են մոխրից վերհառնում, վերելք, զարթոնք, օգտագործում են 4 անգամ իրականում օգտագործում է Փյունիկի այդ մոխրից հառնելու այդ խորհրդանիշը բնականաբար տեղին կլիներ վերլուծել նաև նշանները, խորհրդանիշները, որոնք օգտագործում են այդ
քաղաքական քարոզարշավում, բայց դա դնենք մի կողմ, որովհետև լեզուն արդեն մեզ հստակ ցույց է տալիս այդ բանաձևը։ Իրականում պատկերն այն է, որ մենք տեսնում ենք, որ կա ընդամենը երկու կուսակցություն, որոնք իմաստների տեսանկյունից ստեղծում են համագործակցային հարաբերություն։ Այսինքն իրենք չեն տանում դեպի հեղեղուկ ինչ-որ մշակութային, նահապետական իմաստների դաշտ, այլ զորեղացնում են ընտրողին քաղաքացուն, ասում են, որ որոշումը քաղաքացունն է եւ փոփոխությունը կարող է լինել պայմանագրի արդյունքում։ Եվ ունենք մեկ կուսակցություն, որը դուրս է մնում այս բոլոր անվանումների տեսանկյունից, բոլոր այդ կուսակցությունը Հայաստանի եվրոպական կուսակցությունն է, եվրոպական բառով բնականաբար կրկին մենք գործ ունենք հեղեղուկ իմաստների հետ, որովհետև ինչ է նշանակում եվրոպական, այսինքն չկա սահմանում։ Եվ սա շատ հատուկ է քաղաքական դիսկուրսին, որտեղ կիրառվում են լեզվական միավորներ, որոնց իմաստները յուրաքանչյուր անհատի համար կարող են լինել տարբեր։ Այսինքն արդարությունը ընկալվում է տարբեր մարդկանց կողմից։ Սրա արդյունքում մենք հստակ տեսնում ենք դավադրության տեսության այդ խորքային բանաձևը։ Եսի կերտումը հակադրվելով այլի, օտարի։ Եսը մեզ մոտ հայն է, քրիստոնյա հայն է, արդար, պատվարժան, ազատ, բարեկեցիկ, լուրջ, ազնիվ, իմաստուն։ Հիմա այս բոլոր բառերը, որպեսզի ունենան իմաստ, պետք է հարեն հասարակության մեջ առկա իմաստներին։ Այսինքն ինչու պետք է ես իմ կուսակցության անունը օրինակ դնեմ պատիվ ունեմ, կամ ինչու ես պետք է շեշտեմ ազգի գաղափարը իմ կուսակցության անվանման մեջ։ Շեշտում եմ, որովհետև ես դրանով հարում եմ հասարակության մեջ առկա իմաստներին, այսինքն որ հետպատերազմական շրջանում ազգի գաղափարն է բնականաբար վտանգված։ Ես փորձում եմ հարել նաև իմ քաղաքական հակառակորդների եւ իրենց մասին առկա իմաստներին։ Օրինակ կարգախոսների մեջ ունենք լրջանալու պահը։ Լրջանալու պահը արդեն կանխենթադրում է, որ կա պահ, որը անլուրջ է։ Այսինքն, երբ որ մենք ասում ենք լրջանալու պահն է հիմա, ուրեմն ինչ նկատի ունենք, որ հիմա անլուրջ ենք, այո, եւ ես պետք է գամ որպես լրջացնող։ Ապագա կա։ Ինչու պետք է ես քաղաքական որպես կարգախոս նախընտրական ասեմ ապագա կա։ Ես ասում եմ սա, որովհետեւ գիտակցում եմ, որ հասարակության մեջ կա հուսահատություն, որ ապագա չկա։ Ունենք նաև պատիվ ունեմ դաշինքի կարգախոսը, որը բավականին հետաքրքրական է լեզվագործաբանության տեսանկյունից, եւ ասում եմ հետաքրքրական բնականաբար առնում եմ դա ճակերտների մեջ, եւ շատ ձեռնացական, մանիպուլատիվ։ Ասվում է ուղղիր մեջքդ։ Ուղղիր մեջքդ ընդհանրում է, որ մեջքդ ուղիղ չէ, կոտրված է։ Կպնենք գործին, սա շատ հետաքրքիր լեզվական ընտրություն է, որը տանում է դեպի լեզվի ավելի ցածր կիրառման մակարդակի, ինչ ասել է կպնենք գործին։ Այս կարգախոսի մանիպուլատիվ լինելը երևում է հենց պատճառը հետևանքային կապի վերահանման դեպքում, օրինակ գործին, այս գործին բառը չունի հստակ իմաստ, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ մեր գրայսյան այդ 4 կանոնները խախտվում են, այսինքն հեղեղուկ իմաստների ներգրավման արդյունքում։ Կպնենք գործին, որ ապրենք։ Ինչ ասեց այս կարգախոսը։ Ասեց ամեն ինչ եւ ոչինչ միևնույն ժամանակ։ Եվ ունենք կարգախոս, որը շատ հետաքրքիր է, ձեր բեկումնային որոշումը, որը մի կողմից զորեղացնում է կրկին ընտրողին, քաղաքացուն, բայց մյուս կողմից ապահովում է այդ հեղեղուկությունը իմաստային։ Հիմա եթե մենք հստակ դիտարկենք այս քաղաքական կուսակցությունների անվանումները եւ իրենց կարգախոսները, կտեսնենք, որ ինչպես ակնկալելի էր քաղաքական դիսկուրսում, գրայսյան այդ հաղորդակցական կանոնները խախտում են, որովհետև կա հիմնանպատակ։ Այդ հիմնանպատակն է ասել ամեն ինչ, բայց ոչինչ միևնույն ժամանակ։ Ստեղծելու ճկուն դաշտ իմաստային առումով
Դատարկարածություն, որը կարելի է լցնել, հա, տարբեր այլ իմաստներով։ Դու խոսեցիր քաղաքական կուսակցությունների եւ դաշինքների անվանումներից եւ բացի անվանումներից կան կարգախոսներ, հետաքրքիր է թե ոնց են դրանք միասին ցույց տալիս դավադրության տեսությունների միտքը, հա, ոնց են ստեղծում ֆունդամենտներ, հա, դավադրության տեսությունների ստեղծման համար պատճառներ եւ այդ դաշտը ընդհանրապես։ Շատ հետաքրքիր է, որ այս անվանումները եւ կարգախոսները իրականում ոչ թե հարթակ են ստեղծում դավադրության տեսությունների հետագա զարգացման համար, այլ իրենք ամրապնդում են առկա չձևակերպված դավադրության տեսությունները։ Եթե ես օրինակ ասում եմ դեպի ուժեղ Հայաստան, ինչ նկատի ունեմ։ Նկատի ունեմ, կանխենթադրում եմ, որ Հայաստանը հիմա ուժեղ չէ։ Եթե ես ասում եմ լրջանալու պահը, ապա ես նկատի ունեմ, որ մենք հիմա անլուրջ ենք։ Եթե ես ասում եմ ուղղիր մեջքդ, փոխաբերական ձևով, ես նկատի ունեմ, կանխենթադրում եմ, որ մեջքը ուղիղ չէ։ Եթե նայում ենք այս քաղաքական կուսակցությունների կարգախոսներին եւ անվանումներին, տեսնում ենք, որ հասարակության մեջ արկա բոլոր դավադրության տեսություններին հարում են այս անվանումները, արձագանքում են այս անվանումները, ամրապնդում են այդ բոլոր դավադրության տեսությունները իրենց կարգախոսներով։ Եվ եթե այս մեսիջները շարունակաբար տրվում է հանրույթին, որ դեպի ուժեղ Հայաստան պետք է գնանք, պետք է լրջանանք, պետք է ուղենք մեջքը, չգիտեմ, կպնենք գործին եւ այլն, այստեղ ֆոնի վրա մենք ունենք մի իրականություն, որը լուրջ է, որը դավադրական է բնույթով եւ բնականաբար վերագրվում է այս ամենը ներկայիս կառավարությանը։ Այս ընտրությունները նաեւ դավադրության տեսությունների տեսանկյունից եւ քաղաքական տեսանկյունից շատ հետաքրքրական էին այն առումով, որ անկախ Հայաստանի բոլոր նախագահները ներգրաված են այս քարոզարշավին։ Այն իրականությունը, որ մենք ունենք հիմա, կերտվել է տարիներ շարունակ բոլոր այդ նախագահների, առաջնորդների կատարած աշխատանքի արդյունքում, բայց այս ֆոնի վրա շատ հետաքրքիր է, թե ինչպես են մշակվում եւ ինչպես են կիրառվում այս դավադրության տեսությունները արդարացնելու ինչ որ իրականություն եւ քավության նաեւ նոխազ դարձնելու։ Մինչ ընտրական այս քարոզարշավի ժամանակ հիմնականում մի քանի գործիք է կիրառվում ընդարձակ դիսկուրսում, այսինքն անկախ իրենց անվանումներից եւ կարգախոսներից, այդ դիսկուրսում մենք տեսնում ենք մի քանի ձեռնացական միջոցներ, մանիպուլյատիվ միջոցներ, դրանցից կարևորագույնը քավության նոխազի այդ գաղափարն է, որ մեկ անհատ պատասխանատու է դառնում մի շարք խրթին հարցերի համար, սա գերպարզեցման արդյունքում։ Տեսեք, դավադրության տեսանկյունից սա շատ հետաքրքիր է, որտեղ ես որպես անհատ պատրաստ եմ թոթափելու իմ անձնական պատասխանատվությունը այդ իրականության նկատմամբ, քավության նոխազ դարձնելով մեկ այլ անձի, բնականաբար երկրի առաջնորդին։ Շատ տարածված ձեռնացական մի միջոց, որը օգտագործվում է այս ամբողջ ընթացքում, gaslighting-ի երևույթն է։ Gaslighting-ը հայերեն թարգմանությունը չկա, ցավոք սրտի չեմ կարողանում անձամբ գտնել, բայց փորձեմ բացատրել։ Մի երևույթ է, համաձայն որի մարդու զգացածը եւ մարդու կարծիքը անտեսվում են հարցականի տակ դնելով մարդու տվյալ անհատի ճիշտ մտածելու ունակություն, այսինքն եթե ինչ-որ մի բան է քեզ թվում կամ ինչ-որ մի կարծիք ունես, քեզ ասում են, որ դա քեզ թվում է, դա այդպես չէ, դա կասկածի տակ են առնում տվյալ անհատի կարծիքը։ Իրականում դա շատ մոտ է նրան, ինչ մենք ուսումնասիրում ենք եւ ցույց ենք տալիս միշտ դավադրության տեսությունների մասին եւ այդ դավադրապաշտության դիսկուրսի մասին երբ խոսում ենք, որ միշտ ստեղծում է երկու իրականություն, հա, մեկից ավել իրականության մասին միտքն է առաջ բերվում եւ այս դեպքում ստացվում է, որ հենց հիմքը շատ դավադրապաշտական է։ Դրա ամենացայտուն օրինակներից մեկը մեր կարգախոսներից լրջանալու պահը, այսինքն ենթադրվում է, որ մենք հիմա անլուրջ ենք
ստացվում է երկու իրականություն մեկ բառով։ Լրջանալու պահը ենթադրում է, որ կա մեկ այլ իրականություն, որտեղ մարդիկ անլուրջ են, եւ ես որպես դավադրության այդ տեսության վերարտադրող, այդ դավադրապաշտական այդ տարը կբերեմ եւ հետս կբերեմ նաեւ լրջություն իրավիճակը ցան մեջ, այո։ Այնինչ դուք ճունեք հիմա ձեր իրականության մեջ։ Այս նախընտրական արշավի ընթացքում մենք անընդհատ տեսնում ենք մի իրավիճակ, որտեղ անընդհատ կա մրցակցություն, հա, կամ այդ մրցակցության միտքը տարբեր քաղաքական բևեռների, կուսակցությունների, դաշինքների եւ այլը։ Բայց չկա ինչ-որ հստակ ծրագիր, որը այս կամ այն քաղաքական կուսակցությունը կամ դաշինքը կառաջարկեր հանրությանը պատմելով իր մասին եւ իր պլանների մասին հետագա։ Այսինքն սա միայն մրցակցության, տարբեր իշխանությունների բախումի միանգամայն լեզուն հանրապետական է եւ լեզուն հեղեղուկ է։ Այն լեզուն, որը կիրառում է ոչ միայն անվանումներում, այլ նաեւ ամբողջ նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ինչու եմ ասում նահապետական, որովհետեւ մենք տեսնում ենք շարունակաբար հղում առ այն բոլոր մշակութային արժեքների, որոնք մեզ ընկղմում են անցյալում։ Եվ ակնկալելի էր սա, ինչպես արդեն նշեցի, որովհետև ունենք մի իրականություն, որտեղ հայկական այդ ինքնությունը վտանգված է որպես այդպիսին պատերազմի միջոցով բաժանման արդյունքում ունենք հայոց տարածքային պատկերացում միանգամայն մենք ունենք հայեր Հայաստանում, մենք ունենք հայեր Արցախում, մենք ունենք հայեր Սփյուռքում եւ այս բոլոր հայերի միասնական ինքնություն կերտելու համար մեզ տարիներ շարունակ անհրաժեշտություն է եղել ընկղմվելու անցյալում։ Այստեղ հիմնականում շեշտադրել ենք մենք անկախ այսօրվա մեր քաղաքական դիսկուրսից շեշտադրել ենք քրիստոնեությունը, որը մենք տեսնում ենք մեր քաղաքական այս կուսակցությունների անվանումների մեջ եւ ցեղասպանությունը։ Ցեղասպանությունը այստեղ մի քիչ փոփոխության է ենթարկվել, որովհետեւ վերջին պատերազմի ժամանակ այլ ցավ, այլ վերք բացվեց եւ անհրաժեշտություն չեղավ վերադառնալու ցեղասպանությանը, բայց ասածս այն է, որ այս հայկականությունը, այս եսի կերտումը ամբողջությամբ վերստին մեզ ընկղմում է անցյալում։ Մենք շարունակաբար փորձում ենք պահպանել, մենք շարունակաբար փորձում ենք շեշտել մեր հայ լինելը, դրանով իսկ բացառելով օրինակ երկրում ազգային փոքրամասնություններին, մենք ունենք ազգային փոքրամասնություններ, որոնք քրիստոնյա չեն, նույնիսկ, բայց այդ նույն պատերազմի ժամանակ կռիվ էին մղում այն եւ մասնակցելու են, այո, եւ տեսեք ինչպես ենք մենք լեզվի միջոցով բացառում այդ ազգային փոքրամասնություններին։ Եթե ընկղմում ենք մեզ անցյալում, պահպանում ենք անցյալը, այդ անցյալը շատ հեշտ կարող է ենթարկվել մանիպուլյացիայի, շատ հեշտ կարող է ձեռնացվել։ Անցյալում մենք չկանք, այդ անցյալը մեզ ներկայացվում է։ Մեզ ներկայացում է տարբեր նշանային համակարգերի միջոցով, տարբեր իմաստների միջոցով, հեռուստատեսությամբ, դասագրքերով, նշանային այլ համակարգերի միջոցով եւ շատ հեշտ է ձեռնացել այդ իրականությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ նույնն էլ կատարվում է նախընտրական այս բառապաշարում, մենք շարունակաբար մեզ տեղադրում են անցյալում։ Պահպանել չի կարող ենթադրել զարգացում, որովհետև դու պահպանում ես այն, ինչ արդեն առկա է, իսկ զարգացումը պետք է առաջ նայի, իսկ առաջ նայելու համար ցավոք սրտի ես անձամբ շատ չտեսա մեր նախընտրական քարոզարշավի լեզվում կոնկրետ ինչ-որ քայլերի նշում։ Մենք խոսում ենք ազատության մասին, մենք խոսում ենք ուժեղ լինելու մասին, մենք խոսում ենք ուժեղ բանակի մասին, բարեկեցիկ Հայաստանի մասին, բայց մեր քաղաքական կուսակցությունների տեքստերում չեմ ուզում ասել արկա չէ, բայց ընդհանուր գծերով միշտ ասում է, թե ինչ է այդ քաղաքական կուսակցությունը ցանկանում անել, բայց չի նշում թե ինչպես։
Շնորհակալություն Ռաֆիկ վերլուծության համար, հուսամ նորից առիթ կլինի անդրադառնալ այս թեմային, որովհետև այդ քաղաքական կուսակցությունները շարունակելու են գործել, ես վստահ եմ, եւ մենք շարունակելու ենք ապրել այդ լեզվական իրականության մեջ, որը հիմա ստեղծվում է։